Հարգելի հայրենակիցներ, հերթական ֆարսն է տեղի ունենում ազգային ժողովում։ Քայլիս դավաճանավոմակի ներկայացուցիչները, ովքեր հատուկ են նշում 8 տարի կառավարում են երկիրը, քննարկում են հոկտեմբերի 27-ի թեման, որը իրանց կառավարման տարիներին այս 8 տարիների ընթացքում բացարձակ չի բացահայտվել, եւ ուրեմն փորձում են Ռոբերտ Քոչարյանի էսկալանավորում նաև կապել այդ դեպքերի հետ, նաև արտաքին ուժերի են ման գալիս, իհարկե անուն չտալով ինչ որ Ռուսաստանի վրա են գցում եւ այլն եւ այլն։ Հիշեցնեմ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին ազգային ժողովում տեղ ունեցած ահաբեկչության արդյունքում սպանվեցին վարչապետ Վազգեն Սարգսյանը, ազգային ժողովի նախագահ Կարեն Տեմիրճյանը, նրա երկու տեղակալները, նախարար, падգամավորներ եւ այդ ողբերգությունը մինչեւ հիմա բացահայտված չէ որպես այդպիսի։ Բայց խնդիրը հետեւյալն է, որ Վազգեն Սարգսյանի սպանությունից անմիջապես հետո մոտ 6 ամիս Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է նրա հարազատ եղբայրը Արամ Զավենի Սարգսյանը, ով ամենաշահագրգռվածը պետք է լիներ, որ բացահայտվեր հոկտեմբերի 27-ը։ Բայց ինչպես տեսնում ենք, ինքը ոչ միայն այն ժամանակ շահագրգռված չի եղել, երբ որ վարչապետ էր եւ շատ մեծ լծակներ ուներ բացահայտելու այդ ահաբեկչությունը ազգային ժողովում, այլ նաեւ հիմա էլ չունի, որովհետեւ սպասարկելով Դավաճան Նիկոլի իշխանությանը, մի հատ չի ասում Նիկոլան հողին հլը եղբորս եւ այլ քաղաքական գործիչների սպանությունը բացահայտի։ Հարգելի հայրենակիցներ, գործը քննում էր Վազգեն Սարգսյանի մտերիմ ընկեր Գագիկ Ջհանգիրյանը, ով այս իշխանությունների օրոք ԲԴԽ նախագահ էր։ Հարց. Գագիկ Ջհանգիրյանը ինչի շահագրգռված չէր հոկտեմբերի 27-ի բացահայտման պահով։ Բորիս Նազարյան կար եւս Վազգեն Սարգսյանի ընտանիքի մտերիմը։ Ինչի չեն բացահայտել նրանք։ Լավ, անցանք առաջ։ Եկավ այս իշխանությունը։ Բազմաթիվ քաղաքական գործիչներ, այդ թվում նաև հոկտեմբերի 27-ի տուժածների հարազատները, հատկապես Անահիտ Բախշյանը, Յուրի Բախշյանի կինը անընդհատ Նիկոլին նամակներով եւ այլն, իդեպ հիմա էլ է աջակցում այս Դավաճանին, Տիկին Բախշյանը, նամակներով է դիմում, թե բացահայտեք բան։ Տիկին Բախշյան, 8 տարի է ձեր սիրելի Նիկոլը, ինչի չի բացահայտում ձեր ամուսնու սպանությունը։ Սպասարկում եք ձեր ուրեմն գրառումներով, ձեր ելույթներով, ինչն է խանգարում Նիկոլին այս 8 տարվա մեջ իջնել ԱԱԾ մեկուսարան ու մի հատ անձամբ Նաիրի Հունանյանից, ով այդ մեկուսարանում է, իմանալ թե ով էր կազմակերպել հոկտեմբերի 27-ը։ Ինչն է խանգարում, ես չեմ հասկանում, լավ, այս քայլիս դավաճանավոմակի ներկայացուցիչները լրիվ անասունի տեղ են դրել ժողովրդին, հարգելի ժողովուրդ, 8 տարի այս երկիրը Նիկոլան հողն է կառավարում։ Հարց եմ տալիս, ինչն է խանգարում նրան բացահայտելու հոկտեմբերի 27-ը։ Ես էլ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի շատ ուզում եմ իմանալ։ Օրինակ, այսօր Ռուսաստանի կամ չգիտես ում այսպես ակնարկ տվող, իհարկե անուն չեն տալիս, այդ գործիչները Նիկոլի լսել են օրինակ Արամ Զավենի Սարգսյանի մյուս եղբայր, այսինքն Վազգեն Սարգսյանի ավագ եղբայր Արմեն Սարգսյանը օրինակ ըստ լրատվամիջոցներում հրապարակված տվյալների ում է մեղադրում հոկտեմբերի 27-ի կազմակերպման մեջ։ Հարգելիներս, ըստ այդ հրապարակումների Արմեն Սարգսյանը գտնում է, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները այն ուժերն են, ովքեր կանգնած են հիմա Նիկոլի հետևում։ Արտաքին ուժերի մասին է խոսքը։ Այսինքն Արմեն Սարգսյանը բացահայտ նշում է, որ իր եղբորը սպանել են, Կարեն Դեմիրճյանին սպանել է եւ մյուս քաղաքական գործիչներին սպանել է Նիկոլի հովանավորները։ Հիմա հասկանում եք puzzle-ը ինչպես է դասավորվում, որ հոկտեմբերի 27-ը 8 տարուց ավել է Նիկոլի օրոք չի բացահայտվում, որովհետեւ այդ մարդիկ, ովքեր կազմակերպեցին հոկտեմբերի 27-ը Հայաստանի ազգային ժողովում, հիմա կանգնած են Նիկոլի հետևում, եւ Նիկոլը չի կարող իր պատվիրատուների հանցագործությունները բացահայտել։
Ես զարմանում եմ, լավ, նույն Տիկին Փախշյանը, նույն մյուս զոհերի հարազատները չեն հասկանում, որ կապիտուլյանտ ոչնչությունը եւ իր թայֆան հոկտեմբերի 27-ի ողբերգությունը օգտագործում է նախկինների դեմ ու նպատակել չունի դա բացահայտելու, ինչպես դա անում է մարտի 1-ի դեպքերի պարագայում։ Իդեպ նաև հետաքրքիր փաստ նշեմ։ Ինձ համար մարտի 1-ի դեպքերի հետևում էլ կանգնածները այն ուժերն են, ովքեր կազմակերպել են եւ հոկտեմբերի 27-ը եւ 2018 թվականի իշխանատեղափոխությունը Հայաստանի Հանրապետությունում, որպեսզի Հայաստանը վերածեն Ուկրաինայի, Սիրիայի եւ կազմաքանդեն եւ կազմալուծեն, որպես ինքնիշխան եւ ինքնուրույն պետություն։ Իհարկե, այս ամեն ինչը համեմված է ինքնուրույնության եւ ինքնիշխանության հիմար լոզունգներով, որոնք իրականում լրիվ թարս են իրականանում Հայաստանի Հանրապետությունում։ Հարգելի հայրենակիցներ, կրկնում եմ եւս մեկ անգամ, հոկտեմբերի 27-ը թող բացահայտեր վարչապետ Արամ Սարգսյանը, Վազգեն Սարգսյանի ընկեր Գագիկ Ջհանգիրյանը, Բորիս Նազարյանը, մյուս պաշտոնյաները, այդ թվում նաև հիմա հրեշ անդո ամականունով Անդրանիկ Քոչարյան, այն ժամանակ պաշտոն է իր ուզում Ռոբերտ Քոչարյանից, անունը տարանց առաջիններից է իր գրել, Վահան Շիրխանյան կոչված է։ Ինչի՞ չէ շահագրգռվում, որ բացահայտվի հոկտեմբերի 27-ը Սասուն Միքայելյան, բա դու Ինչն է խանգարում Նիկոլիդ ասես թե հələ բացահայտ է հոկտեմբերի 27-ը։ Հարգելի հայրենակիցներ, հոկտեմբերի 27-ը չի բացահայտվելու նաև Նիկոլի օրոք։ Իսկ այն բոլոր անձինք, ովքեր հույս ունեն, որ հոկտեմբերի 27-ը Նիկոլը կբացահայտի, պրիմիտիվ են կամ ռոմանտիկ, եւ թող չմոռանան, որ Նիկոլը նրանց օգտագործում է իր սեփական կեղտոտ խաղը առաջ տանելու համար։ Իսկ ես հավատում եմ Արմեն Սարգսյանին, Վազգեն Սարգսյանի ավագ եղբորը, որ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները Նիկոլի իշխանության հետևում կանգնած ուժերն են։